Հարցեր չկան, մտքերի փոխանակություն։ Խնդրեմ, պարոն Նազարյան։ Ես ուզում եմ շեշտել, որ այս դեպքում, այս փոփոխության դեպքում պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանի որևէ քաղաքացի չտուժի, ընդհակառակը այս բարեփոխումը կամ վերափոխումը միայն դրական ազդեցություն ունենա, բայց ես մինչ ընդմիջումը որոշակի քննարկում ունեցա պարոն Դադունցի հետ եւ այստեղ բացվեց մի բաց կա մեր համակարգում, ես ուզում եմ այդ մասին ասել, ծնունդների on-line գրանցումը մի բաց ունի, ծնողը երեխային ցանկացած անուն կարող է դնել, ինչը կարծում եմ այդքան էլ ճիշտ չի, որովհետեւ այո, դա ծնողի իրավունքն է, բայց նաև երեխայի իրավունքն է պաշտպանել անհեթեթ անուններից երեխային եւ իրաք դա խնդիր է, որը պետք է մենք մտածենք ոնց պետքա դա կարգավորենք, դա այս հարցին չի վերաբերում, բայց ամեն դեպքում դա խնդիր է, որը պետք է պարոն Դանդուց միասին եւ կառավարությունը եւ արդարադատության նախարարությունը եւ մենք մտածենք այդ խնդիրը լուծելու մասին։ Շնորհակալություն։ Խնդրեմ, փոխանակեք Տիկին Ղազարյան։ Հա։ Շնորհակալ եմ շատ, ըստ էության պարոն Նազարյան շատ հետաքրքիր հարց բարձրացրեցի կանոնների հետ կապված, որովհետև ես չեմ կարծում, չգիտեմ, կուզենայի ինչ որտեղ էլ լուսաբանեիք, թե նախկինում ինչպես է եղել անունների դնելը եւ երեխան այդ դեպքում ինչ կարող էր անել իր անուն Չէ, եթե ծնողը, տեսեք օրինակ ես տարբերակներ գիտեք, օրինակ Եվա անվան հետ կապված։ Որոշները գրանցում են Եվա, որոշները Էվա, եւ դա բացառապես կապված է ծնողի ցանկությունից։ Դե հիմա դա ցանկություն ու վերջերս ավելի շատ ենք հանդիպում այնպիսի անուններ, որոնք որ Հա, շատ լավ։ Իսկ իրականում այս նախագծի վերաբերյալ ուզում եմ ասել, ընդհանուր առմամբ կարևորել են հանգամանքը, որ համայնքային աշխատողները եկեք այս տեսակետից նայենք չունենալով նույնիսկ գուցե եւ բարձրագույն կրթություն աշխատել ենք այնպիսի փաստաթղթերի հետ, որոնք մեծ կարևորություն ունեն եւ այս նախագիծը գալիս է ուղղելու այդ կրթական բացը, որովհետեւ քաղցառայողների դեպքում ուզած թե չուզած քաղցառայողի քննություն են հանձնում այս մարդիկ եւ նաեւ որոշ նիշից բարձր արդեն քաղցառայողները պետք է ունենան բարձրագույն կրթություն եւ այս դեպքում պարոն Դադունց ուզում էի նաեւ նշեի օրինակ 1-ից 8 համակարգով որ նիշին համապատասխանող ծառայողներն են համարվելու այդ սպասարկման ոլորտում աշխատողները, որովհետեւ սա էլ է կարևոր։ Ամեն դեպքում սպասարկման ոլորտում աշխատողները կան եւ կարող են հուշել, բայց չեմ կարծում, որ անվան հետ կապված ծնողի ցանկությունը կարող է փոխվել, փորձեն ուղղել։ Ես ինքս էլ ունեմ տարբերվող անուն եւ մինչեւ այսօր իմ անունով թիրախավորում են ինձ, մտածելով որ գուցե հայկական չի, ես ամեն առիթ բաց չթողնելով պետք է նշեմ, որ մաքուր հայկական արմատներ ունի անունս եւ հայրիկիս տատիկի անունն է Ալխաս Կարմիր Մետաքս։ Սա ամեն դեպքում նշեմ։ Պարոն Նազարյան, շատ հետաքրքիր հարց եք իրականում բարձրացնում, որը մի կողմից իհարկե երեխայի շահի տեսանկյունից, գուցե լավագույն շահի տեսանկյունից ճիշտ է, որովհետև օրինակ մասնավորապես սովետական միության տարիներին այնքան տարօրինակ անուններ էին դրվում երեխաներին, հապավումների տեսքով, օրինակ Վոլֆրամից զատ, օրինակ Մելս անունը, որը հիմա բոլորս մտածում ենք, թե ուղղակի անուն է, հա Մելսը, եւ շատ քչերը գիտեն, որ դա Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին հապավումն է, կամ ես մի ժամանակ իմ ձեռքում էր հայտնվել շտապօգնության գրանցումների այն ժամանակվա գրանցամատյանը Սյունիքի մարզում եւ այնտեղ շատ տարօրինակ անուն են, օրինակ Հենք 4 տար, որը հապավում էր հնգամյակը 4 տարումի եւ այդպես շարունակ մի կողմից իհարկե այդ խայտարակ անվանարկումներից երեխաներին պաշտպանելու ցանկությունը իհարկե կա, բայց մյուս կողմից էլ նաև ինձ համար ծնողների ազատությունը,
կոչելու իրենց երեխային այնպես ինչպես իրենք ցանկանում են, կարևոր է, հետեւաբար ես չեմ պատկերացնում այստեղ մենք բալանս ոնց կարող ենք գտնել եւ արդյոք պետք է գտնել թե ոչ։ Օրինակ ես ավելի թարմ դեպքերից գիտեմ, որ մի մարդ իր երեխային օրինակ դրել էր տղա երեխային դրել էր Տեսլա, որը առաջին հայացքից թվում էր թե բանը շատ տարօրինակ է, բայց դա իր իրավունքն է, ինքը ուզեցել է յուրօրինակ անուն դնել իր երեխային եւ այլն։ Այո, բայց այստեղ պետք է հասկանանք արդեն եւ եթե դուք կարծում եք, որ այդ մոտեցումը ճիշտ է, ապա ինչ պետք է անենք։ Մի հատ անունների թույլատրելի անունների շտեմարան պետք է ընդունենք, որից միայն կարող են դնել, թե ոչ։ Եվ նաեւ եթե որոշում ենք, որ ԶԱԳՍ-ի աշխատողը կարող է միջամտել, ապա այդ միջամտության սահմանները որքան կարող են լինել։ Ես կարծում եմ շատ լայն քննարկման տիրույթ եք դուք բացում, որ այսօր դժվար մենք կարողանանք սպառել։ Շնորհակալություն։